այսինքն դու Շաքեի հետ հարաբերություններդ կարգավորել ես, որ ինքը ինձ չնեղացնի։ Ես տենց բան ասեցի։ Դե եթե ասածդ վերլուծենք, այդպես է ստացվում։ Դու քո պահվածքը վերլուծի, ոչ թե իմ ասածները։ Այսքան խեղճ չի կարելի լինել։ Լավ եք երեխեք։ Հա, բաբ։ Հա, կներեք այս ժամին անհանգստացրեցի։ Վաղը կարևոր գրավոր ունենք, ուզեցի Բելեն մի հարցում օգնի ինձ։ Հա, հիմա հասկացար, չէ՞։ Հա, ինձ թվում է նորմալ է։ Դե շատ լավ է։ Հիմա ուշ է տղաջան, դու գնա։ Եթե ինչ-որ հարցեր ա լինում դասերի հետ կապված, ավելավ է կես ժամ ավել մնաք դպրոցում այդ հարցերը լուծեք, քան սենց ուշ հավաքվեք։ Հա, ճիշտ եք ասում, կներեք։ Ես կուղեկցեմ։ Հաջող մեզ։ Հա, դու։ Ասա դե ասա, էլի ինչ է կատարվում ներսում։ Այդ վիդեոն միացնելու են։ Բոլորի ծնողները եկել են։ Մի հատ լռեք, վայ։ Չգիտեմ, ես ինչ իմանամ։ Կյանքս կերել եք։ Տոնոյան ինչ որոշի, էդ էլ անելու են։ Իբր նորություն ասեցիր։ Լավ ասենք, ես իմ ընկերների մոտ կատակ եմ արել։ Հիմա ինչ պետք է դնես սաղի մոտ ցույց տա։ Ամաչում ես։ Չեմ հավատում։ Այդ պետք է շուտ մտածեիր։ Անելուց առաջ գոնե։ Բա, սաղը ճիշտ է, կերի անում։ Ինձ թվում է արդեն ուշ է մտածելու համար։ Հիմա ուղղակի պետքա ծնողների ռեակցիան հասկանանք։ Ես մամայից պատմեցի երեք։ Ծիծաղեց, ասեց, ինչի հետևից են ընկել։ Իսկ ես մամայից պատմեցի ու շատ ջղայնացավ ու ասեց, որ շատ վատ բան ենք արել։ Ու շատ ափսոս, որ մի հոգու պատճառով բոլորս տուժեցինք։ Որ իրար մեղադրեք, վերջացնեք ու ժամանակ ունենաք։ Մտածեք, թե ոնց ենք դպրոցում մեր դասարանի հեղինակությունը բարձրացնելու։ Այսօր ինչքան դասատուն մտավ, ոչ մեկ դեմքներից չժպտաց։ Նենց են հետներս խոսում, ոնց որ թշնամի ելնենք։ Ինձ թվում է մինչև տարվա վերջ տենց էլ շարունակվելու է։ Իսկ ինձ թվում է, ոքի պետք է դասարանով հավաքվենք ու ներողություն խնդրենք։ Ոնց։ Սաղից։ Գոնե այն ուսուցիչներից, ում անունը վիդեոյի մեջ եղել է։ Մի խոսքով այդ տեսանյութը հայտնվել է մեզ մոտ։ Կարևոր չի ինչպես, չնայած անկեղծ ասած ես էլ չգիտեմ ինչ պայմաններում է հայտնվել, բայց կա շատ ավելի կարևոր փաստ։ Ձեր երեխաները խայտառակ վատ են իրենց դրսևորել եւ շատ վատ են իրենց պահել ուսուցիչների նկատմամբ ցուցաբերելով մեծ անարգանք։ Հիմա վերջապես կտեսնենք այդ ձայնագրությունը, թե կբավարարվենք բանավոր նկարագրությամբ։ Կտեսնեք, հանգիստ եղեք, կտեսնեք։ Պարզապես մի շտապեք, դժվար թե ձեզ դուր գա։ Լավ, այդ ինչ են արել, որ տենց անհանգստանում եք։ Հիմա կտեսնենք։ Անկյուն կանգնի։ Մի ոտքը բարձրացնու։ Ես ես դպրոցի ջեկի չանն եմ։ Տերմինատոր Ռաթոյը։ Չէ, տերմինատորը Տոնոյանը։ Տոնոյանը։ Դավիթ ծնող կանչի։ Ես օրդ եմ ուզում տեսնել։ Ես օրդ այդ գործեր ունեմ։ Բա միս Լարան,
Hi everybody. Ես այսօր իմ յուբկան չեմ գտել, դրա համար ամանների սրբիչն եմ վրես կապել։ Էս մեր տունն է։ Մեր բակում։ Մեր դպրոցի դրես կոդը էսպես է։ Երեք չի առաջի օրն են, չէ՞ հավաքվել։ Այո, ամեն տարի դասարանը այդ օրը հավաքվում է։ Բայց այս տարի իմացանք, թե իրականում ինչ է կատարվում։ Ու հարց է, թե դեռ ինչեր չգիտենք։ Եվ ցավոք սրտի նաև մեկ ուրիշ վատ բան էլ բացահայտեցինք այս տեսանյութից։ Ինչ, որ երեխաները լավ պարոդիայի տաղանդ ունեն։ Ծիծաղելի է ձեզ համար։ Չէ, ես Եթե ուշադիր նայեք, կտեսնեիք այնտեղ ալկոհոլի շիշը եւ դժվար թե ձեզ համար ամեն ինչ այդքան զվարճալի լիներ։ Անկեղծ ասած, ես այսօր ավելի ուշադիր նայեցի, մոտեցրեցի եւ մի քանի դետալներ ֆիքսեցի։ Այնտեղ կար նաեւ մոխրաման, ծխախոտի մնացորդներով։ ոչ ոք չես կարող անես։ Մենք այո Ինչ եք թթվել։ Ոնց որ առաջին անգամ են ծնողական ժողովանում։ Սենց առաջինն է։ Տանը էլի մի օր կջղանյանանք անստի կգնա, բայց դպրոցում հաստատ պրոբլեմներ ենք ունենալու։ Դրա համար պետքա սևակի լսել ու ներողություն խնդրել։ Ես համաձայն եմ, բայց ինձ չի թվում, որ դա ինչ-որ բան կփոխի։ Բայց գոնե պետքա փորձել։ Գոնե կտեսնեն, որ մեր սխալը հասկացել ենք։ Ես ոչ մեկից ներողություն չեմ խնդրելու։ Լավ, դից ճիշտ է։ Մենք դպրոցից դուրս ենք եղել, մեր ժամանակն ենք անցկացրել։ Հիմա ի՞նչ է ստացվում, իրավունք չունենք մի քիչ թուլանանք։ Այդ վիդեոյի մեջ դասատուների վրա բոցեր են անում, Դավո։ Կապ չունի դպրոցից ներս թե դուրս։ Քեզ ով խոսացրեց է։ Կարմի խառնվի էլի։ Իրանք են մեղավոր, թող ինչ ուզում են անեն։ Մենք սաղս էլ ընդեղ ենք եղել։ Եթե ես չեմ մոտեցել ու չեմ ասել, որ չանեք, ուրեմն ես էլ եմ մասնակից։ Ու ընդհանրապես ով ընդեղ եղել է պատասխանատու եղածի համար։ Թող ոչ մեկ չմտածի, որ կապ չունի։ Համաձայն եմ։ Դավո, դաժե մարդիկ, ովքեր մեծ հաշվով ոչ մի բան չեն արել, պատրաստ են ներողություն խնդրել։ Դուք ես ես թարցվել։ Ես չեմ թարցվել, բայց չեմ ուզում ինձ sense խեղդած պայն։ Եթե ձեզ դուր է գալի ձեր ամենասած բառի համար, ձեզ ծնող կանչել ու խայտարական, դա ձեր գործն է։ Բայց ես պատրաստ չեմ ներողություն խնդրեմ։ Խնդրում եմ հանդարտվեք։ Հանդարտվեք։ Ախր ո՞նց հանդարտվեմ։ Չեմ հասկանում սա ինչ պահվածք է։ Դուք էլ եք աշակերտ։ Սիրելի ծնողներ, խնդրում եմ ուշադիր եղեք։ Պաստորեն ոնց հասկացա, թիրախում տղաներն են, խմիչք, ծխախոտ։ Ցավում եմ, բայց հիմա այն ժամանակներն են, որ ես չեմ կարող վստահ լինել, որ աղջիկները հեռու կմնան այդ ամենից։ Չէ, ես իմ աղջիկով վրա վստահ եմ։ Ես էլ եմ վստահ Բելայի վրա, նա այդպիսի բան չէր անի։ Դուք Բելայի ծնողն եք։ Հա։ Շատ հաճելի է, հրաշալի աղջիկ ունեք։ Լավ, ինչ եք առաջարկում։ Առաջարկում եմ, որ տանը ամեն մեկը աշխատեք ձեր երեխաների հետ։ Դե երիտասարդ ծնողների համար շատ բարդ է ընկեր Տոնոյան, բոլորը աշխատում են, փորձում են ամեն բան հասցնել։ Դե հա, ամեն վարքյան վերահսկելը անհնար է։ Խոսքը ձեր երեխաների մասին է։ Խնդրում եմ նժարին դրեք ձեր երեխաներին եւ կարիերան եւ տեսեք որն է ավելի ծանր։ Բայց հարցը կարիերան չի։ Շատերս ուղակի բազային ծախսերի համար ենք աշխատում։ Ու առանց դրա Մենք չենք արժեզրկում ոչ ձեր աշխատանքը, ոչ զբաղվածությունը, բայց երեխաներին ուշադրություն է պետք։ Դպրոցն անում է ինչ կարող է։ Եվ ինչպես հասկացանք, դեպքերը լինում են ոչ միայն դպրոցում, այլ այս պարագայում տանը։ Մեր տանն է եղել, բայց ես չէի կարող իմանալ, որ… Իսկ դուք տանը չէիք։ Ամեն տարի իրենք հավաքվում են այսօրը, դե գիտենք, ու այս անգամ էլ որոշել են մեր տանը հավաքվել։ Լևոնն էլ
Խնդրեց, որ ես ներկա չլինեմ, որպեսզի իրենք ավելի ազատ զգան իրենց։ Դե արդեն չափահաս են, պիտի փորձենք վստահել։ Շատ լավ է, որ դուք ուզում եք վստահել ձեր երեխաներին, բայց կարծում եմ դա պետք է անել այն ժամանակ, երբ այդ երեխաները պատրաստ կլինեն այդ վստահությանը։ Ծնողի կողմից վստահությունը հիմա նրանք այլ կերպ են անցալում։ Նախ պետք է հասկանան վստահության արժեքը ու հասկանան, թե ինչի համար եք իրենց վստահում։ Այնքան լավ գիտեք այդ ամեն ինչը, բայց ձեզ այնց ոչ մեկը ծնող չէ։ Դա ինչ կապ ունի։ Ես 10 տարի եմ անկավարժության մեջ եմ։ Գիտեք, քանի երեխա եմ տեսել, քանիսի հետ եմ շփվել, քանիսի ճակատագիրն է աչքից առաջ անցել։ Դուք ձեր տանը ունեք 1-2 երեխա, ում հանդեպ ունեք պատասխանատվություն եւ իրավունք դաստիարակելու, պատժելու, իսկ մենք մանկավարժներս օրական 100-ից ավելի երեխայի հետ ենք շփվում եւ գիտեք ինչ պայմաններում։ Ոնց դուք իմ երեխայի վրա բարկացել եք, բղավել եք իմ երեխայի վրա։ Չի կարելի, ախր այդ երեխան ստրես է տանում, նրան դա չի կարելի, ինչպես թե ցածրեք գնահատել իմ երեխային ցածրեք գնահատել, չի կարելի, պետք է իմ երեխային խրախուսել։ Երեխան ուսուցչի հետ վատ է խոսացել, դե լավ ոչինչ, երեխա է կմեծանա, կմոռանա, հանկարծ իմ երեխային ոչինչ չասեք։ Դուք սիրելի ծնողներ, ձեր երեխաներին կես ժամից ավել չեք կարողանում լսել, իսկ մանկավարժի ուսերին դնում եք այն պատասխանատվությունը, որը դուք ինքներդ պետք է գոնե մի մասը վերցնեք ձեր վրա։ Մենք շատ գնահատում ենք ձեր աշխատանքը։ Ես էլ կուզեի գնահատել ձեր աշխատանքը, որովհետև թեև ես երեխա չունեմ, բայց շատ լավ պատկերացնում եմ, որ երեխա ունենալ այս կյանքում ամենաբարդ ու դժվար մասնագիտությունն ու աշխատանքն է։ Ես առաջարկում եմ ավելի կոնստրուկտիվ խոսենք։ Դպրոցն իհարկե կկիրառի որոշակի պատժամիջոցներ, բայց եթե դուք տանը աշխատանք չտանեք ու չխոսեք երեխաների հետ, ամեն ինչ կլինի ապարդյուն։ Մի հատ ջուր տուր։ Ոնց որ լարված է, հա, դպրոցում։ Հա, երբ լարված չի։ Ես վաղուց հաստեղ։ Հա, ինչ եկել եմ նստել կարդում։ Ոչ մեկ չի մոտեցել։ Չէ, մենակ է, ինչ եկել եմ։ Ինչ ես կարդում։ Քեզ չի հետաքրքրի։ Ինչի դասարանում չես։ Ինչ տարբերություն։ Որոշում են ինչ անեն։ Ահա թող որոշեն, մեկը ոչ ոք իմ կարծիքը չի հարցնելու։ Ինձ մի բան կասես, բայց պետք է ճիշտը ասես։ Ես չեմ ուղարկել այդ վիդեոն։ Դու պարտավոր չես հավատալ, ուղղակի չեմ հասկանում, եթե վստահ չէիր, ինչի էիր ինձ պաշտպանում։ Որովհետև գիտեմ ինչ կարան անեն, եթե որոշեմ բոլորով քո դեմ դուրս գան։ Ինչ ուզում է թող անեն, մեկը ոչ մի բան չեմ կարող փոխեմ։ Մենակ մի տարբերակ կա, եթե ընկեր Տոնոյանը ասի, թե ով այդ վիդեոն իրան ուղարկել։ Տոնոյանը չի ասի։ Դե ուրեմն ոչ մի բան չեմ կարող անեմ։ Ամեն դեպքում դու մի անհանգստացի, ես մեր պայմանավորվածության իմ բաժինը կանեմ։ Հասկանում եմ, որ դու պետք է հեռու մնաս ինձնից։ Ինչի պետք է հեռու մնամ։ Որ քեզ էլ չբոյկոտեն։ Քեզ թվում է ինձ հետաքրքիր է։ Դե ոչ ոք չի ուզի արհամարվի դասարանում։ Դու էլ։ Ես սովոր եմ։ Այսօր գրավոր ունենք։ Ուշադիր կլինես, ես հիմա կանեմ, հետո քոնը կգրեմ։ Ասյա ինչ ես անում։ Պարզ չի ինչ եմ անում։ Ներվերս եմ հանգստացնում։ Էս ինչ ծանր ժողով էր։
Ինչ որ բան որոշեցիք։ Դե ինչ պետքա որոշեինք։ Ծնողները խոստացան, որ ավելի ուշադիր կլինեն իրենց երեխաների նկատմամբ ու մեկ էլ ալկոհոլի ու ծխախոտի հանդեպ ուշադիր կլինեն։ Մենք էլ մեր հերթին դպրոցում պետք է ուշադիր լինենք։ Իսկ Տոնոյանը ո՞նց էր, ինչ դրամատրություն ուներ։ Այսի էլ հարցնում ես։ Դուք չեք պատկերացնի, ծնողներից մեկն ասաց. Դուք նույնիսկ երեխաներ չունեք, ինչ եք խոսում։ Վերջ։ Ես գործից դուրս եմ գալիս։ Ինչի քեզ ինչ եղավ։ Վահե դու պատկերացնում ես ինքը դեռ ինչքան է դա հիշելու ու ներվայնանա։ Ձեզ ինչ կա։ Ես եմ իր ձեռքի տակ աշխատում։ Չէ, բայց շատ լավ պատասխան տվեց։ Պատկերացրեք, որ մենք բոլորս ինչ մտածում ենք, բառ ասեց, ու ծնողներից ոչ մեկը չկարողացավ ձայն հանել։ Մա, ուզում ես ասել դա լավ է, հա։ Այո, լավ է։ Որովհետև ծնողներ կան մտածում են իրենց երեխաներին ամեն ինչ կարելի է, ու մտածում են, որ մենակ դպրոցն է պարտավոր դաստիարակել ու մարդ սարքել իրենց երեխաներին։ Մարդա, բայց ծնողներ իրենց երեխաներին ուղարկում են դպրոց, վստահ լինելով, որ այստեղ կլինեն պաշտպանված եւ հանգիստ ձեռքերում։ Լար, նույնիսկ երեխաներ կան, ում ներկայությամբ ուսուցիչները չեն կարողանում իրենց զգալ ապահով ու հանգիստ ձեռքերում։ Հա։ Ես ժողովում վերջացել, հա։ Ինչու դասարանում չես։ Հա, բայց դաս չի մեր մոտ։ Բայց ես ասվել է, որ դասարանում սպասեք։ Հիմա վերջացել, հա, թե չէ։ Չես լսում, քեզ ինչ եմ ասում։ Չես հասկանում։ Ես հասկանում եմ, բայց ոնց որ դուք ես բարձ հարցը չեք հասկանում, ընկեր Աթոյան։ Այդքան բարդ, հա։ Ինչ եք ինձ տենց ատում։ Մի թեթև ուր եմ արել։ Տղա ջան, ես քո վարքը եւ պահվածքը քեզ հետ չեմ պատրաստվում քննարկել, այնպես որ արագ անցիր դասարան։ Ո՞ւմ հետ պետք է քննարկեք։ Հորս հետ։ Հա դուք չեք հոգնել, կամ Տոնոյանը չի հոգնել։ Շատ եք ներվել, հա, բայց ես ինձ սխալ բան չեմ ասում։ Ձեզ կողից նայել եք, ասենք դուք մտածում եք, որ դասատուն պետք չի աշակերտին հասկանալ, ձեզ թվում է, որ այս դպրոցը տենց աշխարհի վերջն է, կյանք չկա ստե, հա։ Ուղղակի լռիր ու հանդարտվիր։ Չգիտեք, որ հեսա պրծնելու ենք, գնանք ստեղից։ Չեք մտածում, որ ձեր մասին լիքը լավ բաներ ենք ասել ու դուք չեք իմանալու։ Այդ վաղտ ինչ եք անելու, որ։ Դավիթ, բավական է, լռիր։ Ես գիտեմ ձեր մասին ինչ կասեմ, որ դուք շատ չար, կոմպլեքսավորված ու չսիրված մարդ եք։ Ու ամեն առավոտ գալիս եք դպրոց, որ ինչ-որ մեկի ջանի դայա դնեք։ Պապ, տեսան ինչ արեց, պապ։ Դավիթ, դու անցի դասարան։ Չէ։ Ես հետո առանձին խոսենք, ամեն բան կբացատրեմ։ Ներողություն խնդրի։ Ասում եմ ներողություն խնդրի։ Պապ, բայց դու ստե չես եղել, չգիտես ինչ եղե, պապ ջան։ Ներողություն խնդրի։ Կներեք։ Նորմալ։ Կներեք, ընկեր Աթոյան։ Գնա։ Այմա կարող ենք խոսել։ Եկեք գնանք իմ սենյակ խոսենք։ Ես մի րոպեից գնամ։ Հաջողություն։ Մի րոպե սպասի Աննա։ Ես չգիտեի, որ մեր տղաները նույն դասարանում են սովորում։ Ես էլ ուշ իմացա, բայց դասարան փոխելը իմաստ չուներ։ Բայց ինչի պիտի դասարան փոխես։ Չգիտեմ, ուղղակի ասացի։ Լավ, ես պիտի գնամ օֆիս, եթե դու էլ ես գնում, կարող եմ քեզ ուղեկցել, միասին գնանք։ Հա, բայց ես շտապում եմ, չեմ կարող սպասել։ Լավ։ Մամ։ Տղես, պիտի շատ լուրջ խոսենք։
Հիմա հասկանում եք, որ ասում եմ ձեզ, որ ձեր մեթոդներով հնարավոր չի։ Աշակերտին ապտակել դպրոցի ներսում։ Ես չգիտեմ դուք դրա տակից ոնց պիտի դուրս գաք։ Պարզապես Դավիթը անկառավարելի էր դարձել։ Դե գիտեք ինչ, ուրեմն քիչ եք արել։ Պիտի փորին խփեիք, ոտքերին խփեիք, ի վերջո կարող էիք բոլորիս կանչեիք, մենք այդ երեխուն միասին բոլորով ծեծեինք։ Ես ինքս անձամբ դեմ եմ բռնությանը, դեմ եմ, բայց սա այլ դեպք է։ Սա այն դեպքն է, երբ որպես կանոն ծնողը որոշում է զանգել նախարարություն։ Ու եթե Արսենը որոշեց այդպիսի բան անել, ես ոչնչով չեմ կարողանա օգնել ձեզ։ Արսեն, դուք բոլորովին ճիշտ կգտնվեք, եթե ասեք, որ Ասեմ, շնորհակալություն։ Վստահ եմ ուսուցչուհին հենց այնպես չի խփել։ Իհարկե ոչ։ մի րոպե, չեմ հասկանում։ Ընկեր Աթոյան, դուք ինչ չհիշեցիք։ Ես Արսենն եմ։ 146 դպրոցից։ 1 տարի եմ սովորել, հետո տեղափոխվեցի այլ դպրոց։ Արսեն Հակոբյան։ Ես էլ նայում եմ Դավիթին, մտածում եմ, ում է ինձ հիշեցնում։ Ուրախ եմ ձեզ տեսնել։ Շատ չարաճճի տղա էիր դու։ Դե հա, կներեք։ Ինչպիսի հանդիպում։ Մի բան կեր գոնե։ Չէ, ախորժակ չկա։ Տենաս վերջացրին է ջողովը։ Այդ զանգեմ Ասիայից հարցնեմ։ Չէ, պետք չի։ Նա ջուրտ ուսան։ Ինչ ա եղել։ Այ աթայ, դու լեք տենաս ես դրան ինչ եմ անելու։ Դրա կյանքսը դժոխքի եմ վերացելու։ Ինչ ա եղել։ Խփեց ախպեր, սիլեց։ Մի հատ էլ հերեսու Տոնոյանը տեսան։ Ու ամենավատը գիտես որն է, որ հերես տիպես որ ներողություն խնդրեմ դրանից։ Ինչի խփեց։ Ինչի տենց բան արեց։ Դու կատաղած կնիկա։ Թե ինչպես ամեղ կատակներ էի անում, տես զեն չէին անում, հեսա դու կտենաս ես դրանց ինչ եմ անելու։ Հանգստացի Դավո։ Ինա դանելով ամեն ինչ ավելի վատ կլինի։ Չէ, ախր դու չես հասկանում է։ Ակո բախտը բերել է, դու ստե ոչ հեր ունես, ոչ եմ մեր։ Դու էլ չես հասկանում ինչ ես խոսում։ Չէ, դու չես հասկանում։ Ինչա նշանակում հեր ունենալը, որ թքած ունի քո վրա։ Լավ, լսի, այսօր դասերից հետո կգնանք մեր տուն, կնստենք կխոսանք։ Եթե կուզես կմնաս իմ տանը։ Չէ, գնում եմ դասերից դե չեմ մնում։ Մի բարթացրու ավելի Դավո։ Սրանից բար չի լինում։ Դու ուզում ես դու հանել է դպրոցից։ Այսքանից հետո ոնց ենք իրար վստահելու։ Ոնց ենք հանգիստ հավաքվելու կամ ընդհանրապես ոնց ենք թաքուն բան խոսելու։ Պիտի մի բան անենք, վելան ոչ մի հավաքույթի չկա։ Այսքանից հետո չի էլ գա։ Չես կարա իմանաս, կարող աներեսի պես գա։ Երեխեք, բայց մեղ կա։ Ինչն է մեղք, Վիկա։ Իսկ Դավիթ ու Արտոն մեղք չեն, որ այդ վիդեոյի պատճառով խնդիրներ են ունենալու ընտանիքում։ Նենց էլ չի, որ անմեղ են։ Այսինքն են, որ իրանք իրոք շատ վատ էին պահում։ Հա, բայց պետք չէր, որ այդ վիդեոն հասներ ծնողներին կամ ուսուցիչներին։ Երբ մենք դասարանով հավաքվում ենք, փորձում ենք հանգստանանք, լավ ժամանակ անցկացնենք։ Ոչ թե մենք առանց ապացույցի Բելային մեղադրեցինք։ Բելան քո մոտ ընկերուհին այն է սա։ Ու եթե դու կասկածել ես, ուրեմն ինչ որ բան կա։ Ես շատ ուրախ եմ, որ դուք այս դպրոցում եք ու հատկապես Դավիթի դասարանում։ Արսեն շատ անկարգ աշակերտ էիր եւ չարաճճի։ Ուղղակի մի բան պետք է ասեմ, որդուդ մեջ, Դավիթի մեջ մի տեսակ շատ ագրեսիա կա եւ դա Գիտեմ։ Բայց մի անհանգստացիր, բազմաթիվ բարդ աշակերտներ եմ ունեցել, աշխատել եմ հետները եւ վերջ հիշում ես Վիգենին, ձեր դասարանից, Ասատրյան։
Հիշում եմ, ոչ չեմ հիշում, ծնողներն էլ միշտ դպրոցում էին։ Այո, այդպես է, բայց վերջին դասարանում օրինակելի աշակերտ դարձավ։ Հիմա գիտես ուր է հասել։ Չգիտեի։ Իհարկե, վերջին դասարանում օրինակելի աշակերտ էր դարձել։ Բոլորը օրինակ էին վերցնում, այնպես որ մի անհանգստացիր Արսեն, Դավիթի հետ կաշխատենք, ամեն բան նորմալ կլինի։ Ուզում եմ եւս մեկ անգամ ձեզ շնորհակալություն ասել։ Ինչ հարցով, խնդրով, որ ես կարող եմ ձեզ օգտակար լինել, դիմեք։ Շատ շնորհակալ եմ, ապրես։ Դե հիմա դու գնա, ես էլ գնամ երեխաները չաղմկեն։ Դե Սիմա Աթոյանը երբեք դասերից չի ուշանում։ Ստեսյոն։ Լավ էլ Ենկեր Ղարախանյան, ավելի բարդ բան չկար։ Վարդան ավելի լավ առաջադրանքը կատարես ու առանց ավելորդ մեկնաբանությունների։ Բայց մի րոպե, 5-րդ հարցը, մենք դա չենք անցել։ Անցել ենք։ Ուղղակի այդ օրը չգիտես ինչի դասարանի կեսը բացակա էր։ Բայց դուք ասացիք, որ այդ թեման թեստի մեջ չեք դնի։ Իսկ հիմա ասում եմ, որ դրել եմ, իսկ դուք պիտի լրացնեք։ Այս այդ պատիժներից մեկն է, հա։ Ես այդ մասին չեմ ուզում խոսեմ։ Լավ, սենց ինչքան պետք է շարունակվի Ենկեր Ղարախանյան։ Դավիթը ուր է։ Սյուզեի բացակայի մասին գիտեմ, բայց Դավիթին տեսել եմ դպրոցում։ Լավ չէր զգում գնաց։ Ինչի՞։ Երեք շատ է խմել։ Երեք ոչ ոք չէր խմել Ենկեր Ղարախանյան։ Իսկ այդ ալկոհոլի շշերն ու ծխախոտը երևի հարևաններն էին բերել դրել սեղանին ու խնդրել էին, որ պահեք, չէ՞։ Մի քանի կում գինի ենք էլի խմել։ Համել մեր տանը գիտեն։ Ծխախոտի մասին էլ գիտեն։ Խորհուրդ եմ տալիս կենտրոնանաք թեստերի վրա։ 20 րոպե ժամանակ ունեք։ 20 րոպե։ Դասի վրա կեժում կա։ Վերջին 10 րոպեն մյուս դասի համար հանձնարարություններն եմ ասել։ Այնպես որ արագացրեք։ Եղավ, այսօր երեկոյան փոխանցումը կարվի։ Կզանգահարեմ։ Ինչ ես անում ստեղ, դասի չես։ Դասի եմ։ Փախել ես։ Ինչի ստիպեցի ներողություն խնդրեմ, պապ։ Չես հասկանում։ Ասեմ, որովհետև սխալ ես, որովհետև մեղավոր ես, որովհետև դու փոքր ես, ինքը մեծ, որովհետև դու աշակերտ ես, իսկ ինքը հարգված ուսուցչուհի։ Ինչ գիտես հարգված է, կա ու լավ էլ հիստերիկի մեկն է։ Ձենդ։ Աթոյանը նաև իմ ուսուցչուհին է եղել։ Քո, այդ ո՞նց։ Այդպես։ Ու ես այսօր իր առաջ գլուխս կախեցի, ու ոչ միայն իրա։ Չնայած նաև բացահայտեցի, որ իմ տղան փառահեղ դերասանական տաղանդ ունի։ Ու դու հիմա համարձակվում ես երեսից նայես։ Ու դու երես ունես հոխորտաս։ Պապ, եթե այդ վիդեոն ես նայ։ Հա, նայել եմ։ Ու ոչ միայն ես, ուսուցչական կազմը, ծնողներն են նայել, ու ես քո համար խայտարակ եմ եղել։ Եթե դու այդպիսի դերասանական տաղանդ ունես, ինչի հանդիսներին, ինչի միջոցառումներին չես մասնակցում դպրոցի, հե՞։ Դե ձեր ես առնում, պա։ Ես քեզ թույլ չեմ տա, որ դու ինձ խայտարակ անես։ Ես քեզ թույլ չեմ տա այդքան ծնողների մոտ իմ գլուխը կախել տաս։ Հա իրաց երեխեքն են այդ վիդեոն ներկա, բայց ներշի մենակ ես եմ ինչ-որ բան արել։ Ես ուրիշների հետ կապ չունեմ։ Դու ես ինձ խայտարակ անում, դու։ Եթե ես եմ քո խայտարակությունը, ինչի՞ չթողեցին մամայի հետ գնայ։ Կթողեր կգնայ, աչքիցդ հեռու կլինեի։ Ասեմ։ Մտե։
Կներեք, եթե զբաղված եք, ես հետո կարամ գամ։ Չէ, ասանա չէ։ Հաշվետվությունները ունենք։ Շնորհակալ եմ, ես կնա։ Դու գիտես ով է։ Ես ինքներ կարեն իմ աման։ Ասում եմ գիտես ով է։ Հա, գիտեի, որ մեր ստեղ է աշխատում, բայց չգիտեի կոնկրետ ով է։ Ինքը իմ հետ միասին այսօր ծնողական ժողովի է եղել։ Ինքը իմ աշխատողը։ Ես իրա վերադասը գլուխս կախել եմ իրա առաջ։ Ու գիտես ինչի։ Որովհետև իրավ գողացին, ու որովհետև ինքը ձեր ներկայացման մեջ մասնակցություն չուներ։ Կներես, որ այդ Կարենի նման չեմ։ Հիմար։ Հիմար! Դե լավ է, էլի։ Ինչը։ Վարդան օգնե Ջասին ու Կարենին առաջինը իրենք վերջացրին։ Համարդ պետք է իմանա էլի ում հետ ընկերություն անի։ Յոթ րոպե մնաց արագացրիք։ Լավ էլի գոնե 10 րոպեն տվեք աշխատենք էլի։ Չէ։ Ձեր դասարանին ոչ մի զիջում։ Դու լավ գիտես։ Ասիա, բոլոր ծնողները գնացին։ Հա։ Դուք դասի չեք։ Դասի եմ։ Ուղղակի 5 րոպե տվել եմ իրենց ինքնուրույն դաս վարելու համար։ Այդպիսի մեթոդ է։ Պարզ է։ Մի րոպե, Ասյան, ժողովն ինչպես անցավ։ Ես ներկա չէի։ Բայց դու գիտես, չէ՞։ Դե Մարթան ասաց, որ ծանր է անցել։ Իսկ Բաղդասարյան Ինեսայի ծնողը եկել էր։ Ինեսայի։ Բաղդասարյան չի Ինեսան, Ավետիսյան Ինեսան։ Լավ, Ավետիսյան Ինեսայի։ Հա, եկել էր, շուտ գնաց։ Ինչ որ խնդիր կա Ինեսայի հետ կապված։ Ոչ։ Հենց այնպես։ Նորմալ, հա։ Հա, նենց եմ գրել, որ 7 կստանաս։ Լավ է։ Բայց չես անցնում գրավորդ։ Հեսա կանցնեմ։ Մելս, վերջացրիր։ Ինչ կարայի գրեցի։ Երկար նստելուց հրաշք չի կատարվելու։ Դեռ 4 րոպե կա, մի քիչ ավելի երկար մտածելը չէր խանգարի։ Լավ է, մերսի։ Ինչի համար։ Էդ ինչ տեսանյութ է։ Այդ ծնունդի ժամանակ ինչ է կարել, այդ ով է խմել, ով է ծխել, ով է ուսուցիչների տնազնարել։ Ժողովի ժամանակ ինչ որ եղել է, այդ եմ պատմել։ Տոնոյանը երբեք չի ասի, թե ով է այդ վիդեոն իրան տվել։ Եթե Տոնոյանը դասանում շպիոն ունի, ինքը իրան չի մատնի։
որ էլի ինֆորմացիա վերցնի։ Հա, բայց ես տենց էլ չհասկացա, թե ինչի այն կհամաձայնվել քեզ օգնի։ Շաքե ինչի ես այդ աղջկան այդքան տանջում։ Ես? Ես ոչ մի բան չեմ անում, ինքն է մեղավոր։ Գիտես հեռու տեղից երկար ժամանակ հետո հետ գալու վատը որն է։ Որը։ Որ հետ ես գալիս, էլ ոչ մի բան նույնը չի։ Ամեն ինչ փոխված է լինում։ Մանավանդ մարդիկ։ Ամեն ինչ հերվում է, բայց ամեն ինչ երևում է։ Ամեն բան լուր է, լռությունն էլ գոռում է։ Երբ ուզում եմ խաղաղվել, պատերազմում եմ։ Երբ ուզում եմ մտածել, ես երազում եմ։ Ամեն ինչ հերվում է ու ամեն ինչ երևում է։ Մենակ չենք վերևից, ամեն բան նկարվում է, մենք մեռնում ենք վաղը, ապրում ենք